Վերջին տարիներին Երևանում շինարարության ծավալները զգալիորեն աճել են։ Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ակտիվ շինարարական աշխատանքները բնակիչների, հատկապես ակտիվիստների շրջանում լուրջ մտահոգություններ են առաջացրել։ Օրերս ակտիվիստներից մեկ Արայիկ Փահլևանյանը մտահոգություն էր հայտնել Երևանի կենտրոնում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի տարածքի շուրջ հնարավոր կառուցապատման վերաբերյալ։ Նրա պատմամբ համալսարանի նախկին մասնաշենքի տարածքում նախատեսվում է կառուցել հյուրանոց և բիզնես կենտրոն, որի թույլտվությունը ըստ ակտիվիստի նախընտրական փուլում դժվար թե տրվի։ Փահլևանյանը Օրագիր Նյուզին հայտնեց, որ նախագծի մասին տեղեկացել են հանրային քննարկումների ընթացքում։ Նրա պատմամբ նախատեսվող կառուցապատումը իրականացվելու է հենց ուսումնական հաստատության տարածքում։ Մենք հանրային քննարկումներ կենտրոնի քաղաքապետարանում ու ասացինք, որ պոլիտեխնիկի այս նախին մասնաշենքը այնտեղ է գտնվում։ Նախին մասնաշենքը դառնալու է հյուրանոց։ Բիզնես կենտրոն ու 12 հատվածի հյուրանոց։ Ու զարմանալի է ու խնդալի, որտեղ չկա նախադեպ արտադրությունը, երևի ոչ մի երկրում, որ ուսումնական կենտրոնի տարածքում հյուրանոց լինի։ Փահլևանյանի խոսքով մտահոգիչ է նաև այն, որ նման մեծածավալ շինարարությունը կարող է երկար տարիներ տևել, իսկ այդ ընթացքում ուսումնական գործընթացը կարող է լրջորեն խաթարվել։ 5 տարի շինարարություն ու պատկերացրեք 5 տարվա մեջ ուսումնական պրոցեսն է, որ խաթարվելու է, մեծ շինարարություն է, 5 տարի ժամանակով ու մենք էլ գիտենք մեր շինարարությունները ոնց է տեղի ունենում։ Ակտիվիստը նաև նշում է, որ խնդիրը միայն տվյալ տարածքով չի սահմանափակվում։ Նրա կարծիքով Երևանի կենտրոնում շինթույլտվությունների տրամադրումը հաճախ առաջացնում է քաղաքաշինական և սոցիալական խնդիրներ։ Ես գիտեմ, որ քաղաքապետարանում պայքար կա դրա դիմաց։ Երևի իրենց մակարդակով էլ ուզում են կենտրոնում վերացնեն վերջապես կամ մեծ պրոյեկտների դիմաց շինթույլտվությունները դադարի։ Չգիտեմ, ուղղակի տեղ չի մնացել կենտրոնում, այդ շինթույլտվություններն միշտ առաջացնում է խնդիրներ, որովհետև մի հատ լուր ազատ տեղ է ստանում, վախենում ես, որ այդ ազատ տեղը հանգած մեկը տեսավ, սյուրի դառնալու է հյուրանոց, բնակելի շենք կամ չգիտեմ, ինչ-որ մեկի բիզնես տարածքում։ Կենտրոնը ուլ է այդ բիզնեսմենին, դա վատ է։ Իրանք ամեն երկրորդ բառը բան կենտրոնը քաղաքացիներն է։ Երևանը քաղաքացիներն առաջնային է, բայց քաղաքացիները ոնց որ բիզնեսից հետ են ընկնում արդեն, որտեղ բիզնես շահերը այստեղ առաջնային են դրանում։ Փահլևանյանը նաև զգուշացնում է, որ նման նախագիծը կարող է վտանգավոր նախադեպ ստեղծել։ Ըստ նրա, դա կարող է հետագայում նմանատիպ կառուցապատումների հիմք դառնալ նաև այլ ուսումնական հաստատությունների տարածքներում։ Մեծ շինություն է լինելու։ Մուտքից համ պոլիտեխնիկի շենքն է երևալու, համ բիզնես կենտրոնը, համ այդ իրանց հյուրանոցի պրոյեկտը, որ կար, մտածում առաջինը դրական եզրակացություն չի ստանա, ոչ թե բնակիչների համար առաջնային բնակիչների պրոբլեմաները բակ չկա, տեսեք հեռավորությունը sense ու պոլիտեխնիկի ներսում, ինչքան էլ տարածքը sense իրարից առանձնացած է, պոլիտեխնիկի ներսում sense բան չի կարելի, նախադեպ չկա։ Օրագիր Նյուզին հաջողվեց կապ հաստատել նաև Կորյունի 14 հասցեում գտնվող շինությունների կառուցապատող ընկերության հետ, որտեղից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին։ Երևան կենտրոն Կորյունի 14 հասցեով գտնվող անշարժ գույքը, հողամասը և շենք շինությունները, ներկա մակերեսներով և հողամասի ներկա սահմանների շրջադարձային կետերով Լեռնամետալուրգիա ինստիտուտ ՓԲ ընկերության իրավանախորդներին հատկացվել են դեռևս խորհրդային տարիներին։ Նշված տարածքները երբեք չեն պատկանել Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտին կամ այլ ուսումնական հաստատության, իսկ բոլոր նման պնդումները ոչ միայն մտածածին են ու չեն համապատասխանում օբյեկտիվ իրականությանը, այլև ուղղակիորեն արատավորում են Ավերդի ՓԲ ընկերության ու նրա իրավանախորդ Լեռնամետալուրգիա ինստիտուտ ՓԲ ընկերության բարի համբավը։ Մերի Հակոբյան, Արման Պողոսյան, Օրագիր Նյուզ։